արդյոք դուք չեք միացել այս impeachment-ի գործընթացին եւ ձեր ստորագրությունները տեսանք, որ չկային այդ փաստաթղթի տակ։ Այդպես բանա ձեզ ասող է։ Կա թե Հայաստան խմբակցությունը միացել։ Հայաստան խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է, որը փոխանցել ենք հատնապան ժամանակ մեր գործընկերներին։ Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ որ սկսվի impeachment-ի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են եւ այդ ձևաթուղթը կփոխանցվի։ Մեկ անգամ եւս ուզում եմ շատ հստակ հիշեցնել, գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։ Պատիվ ունեմ խմբակցությունը ներողություն ունի 6, Հայաստան խմբակցությունը 28, որպեսզի գործընթացը սկսվի անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Մենք մեր գործընկերներին նաեւ այդ հարցով փորձեցինք շոշափել տրամադրությունները հասկանալ, այս պահին առնվազն կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար այս պահին դեռ դա չունենք, նաեւ կա մոտեցում, որ նույնիսկ ունենալու դեպքում այս պահին ես տեսա նաև պարոն Մամիջանյանը հայտարարեց, մեր հանդիպման ժամանակ էլ դա ասեց, որ նույնիսկ եթե լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել, ակնկալելով եւս 18 կամ ինչ որ քանակությամբ քվե գործընթացը լիարժեք սկսելու համար։ Այս իմաստով մեր դիրքորոշումը շատ հստակ է, 28 ստորագրությունը կա, հիմա չեմ ես էլ վերցնում իմ էջին դա դնում, որովհետև կարծում եմ խոսքը արժեք ունի ու այդ վստահությունը կա, եթե ասում ենք կա, կուզեք կհրապարակենք։ 28 հոգին գործընթացը սկսելու դեպքում պատրաստ է անմիջապես ստորագրել։ Հիմա երբ որ դիմումը մուտք անեն, մեր գործընկերները ազատորեն կարող են յուրաքանչյուրի հետ բանակցել, վստահեցնելով, ընդ որում մենք էլ կարող ենք իրանց հետ բանակցել այլ պատգամավորների հետ, որ այդ 28-ը կա, այսինքն դա հրապարակային հայտարարություն է, դա ինչ-որ թաքուն չի ու կարծում եմ որևէ մեկն էլ չի կասկածում մեր խոսքի վրա։ Ասել ենք կա, պատրաստ ենք գործընթացի, այդ թվում նաև այն տեխնացիով, որով իրենք առաջադրել են։ Բայց բան Սաղաթյան, որն է խնդիրը, որ հիմա չեք ստորագրում, լավ, չի մուտք արվում, հիմա պակաս է 2 ստորագրություն, ի՞նչն է խանգարում։ Նայեք, ուզում եմ հասկանամ, մեզ պետք է 34 ստորագրություն, թե գործընթաց ու գործընթացի արդյունավետություն։ Այդ որ ասում ենք, այդ ձևակերպումը, որ չեք ստորագրում, մենք ասում ենք ստորագրած է։ Ուզում եմ հասկանամ, այսինքն process-ը երբ ենք սկսում։ Դուք օրինակ գիտեք երբ ենք սկսում այդ process-ը։ Եղել է process-ի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում նաև ողջունում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է այս process-ի քաղաքական պատասխանատվությունը։ Եվ մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի, մեզ պետք է 34 հոգու ստորագրություն, թե պետք է գործընթացի արդյունք եւ գործընթացի շարունակություն։ Հիմա պետք չի սլակները ուղղել ստեղ, որովհետեւ այս կողմից շատ հստակ արդեն հայտարարությունը կա։ Պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ, հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու նորից եմ կրկնում, երբ, որտեղ այս process-ի մեջ նաեւ պետք է հասկանալ, երբ այս գործընթացը վերածվում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ։ Մեր գործընկերները ասել են, այսինքն երբ որ դուք ասում եք գործընթաց, նկատի ունեք փողոցում պայքարը սկսեն եւ դրան զուգահեռ սկսվի ստորագրահավաքի հարցը։ Այո, այսինքն որպեսզի ունենանք արդյունք, այլ ոչ թե ընդհանրապես 34 ստորագրությամբ թուղթ, որը նախորդ 4 տարիների ընթացքում էլ ունեցել ենք։ Ու այն տեսակետը, որ հանրության մոտ փորձում են հաճախ ինչ որ
շրջանակներ ստեղծել, որ 4 տարին impeachment չեն արել, որովհետև չեն ուզել, չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Դժբախտաբար այս պահին էլ նույնիսկ մուտք անելու համար դա չունենք։ Հետևաբար մենք մեր գործընկերներին առաջարկել ենք եւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը ջանքերը կենտրոնացնել այդ ստորագրությունները ունենալու համար։ Մենք հարց չունենք։ Ինչն է խանգարում, որ դուք հիմա տակ այդ ստորագրությունները, երբ որ մի քանի օրից էլ սկսվի այդ process-ը, որտեղ ենք ասում են անպայման փողոցային պայքար լինելու է, վստահ ենք։ Դա սկսվելու է։ Ինչու է ձեզ համար սկզբունքային, որ դուք հենց հիմա չեք ստորագրում, այլ սպասում եք այդ պայքարը լինի։ Ես ասում եմ, որ հենց հիմա ստորագրելով, այսինքն ստորագրել ենք, բայց ինչ-որ մի ձևաթղթի վրա այդ սա հավաքելով եւ նույնը գործընթացը չի փողոց։ Ուզում եմ, այսինքն չի ասում հանրապետականը։ Ներկայացրել է ծրագիրը, ներկայացրել է ծրագիրը, մենք տվել ենք հարցեր, գիտեք, այս հարաբերությունները մենք շատ ազատ, ասես մի քիչ շատ պաշտոնականացրին, պաշտոնական բանակցություններ երկու խմբակցությունների մեջ։ Մենք 5 տարի է բանակցում ենք, խոսում ենք, մենք մամուլի միջոցով իրար հետ չենք շփվել, մենք միասին տասնյակ process-ներ են գեներացրել, աշխատել ենք, ասես մի քիչ շատ պաշտոնականացվեց, չգիտեմ։ Այն ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա, մեկ, եւ երկրորդ հայտարարությունը, որը նորից եմ կրկնում, պարոն Հայկ Մամիջանյանը արեց, նաեւ որ իմ համար եւս հետաքրքիր էր, որ process-ը նույնիսկ եթե 36-ը ունենանք, հիմա ճիշտ չի որ խորհրդարան մտնան։ Սա էլ է հետաքրքիր տարբերակ, սա ենթադրում է, որ ոչ թե պետքա կենտրոնանալ Հայաստան խմբակցության վրա եւ փորձել հարցալ ուղղությամբ տանել, խնդիրը ուրիշ տեղ է, պետքա ջանքերը կենտրոնացնել եւ իրոք փորձել համապատասխան ստորագրությունները ունենալ, որ այս գործընթացը տանել առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել։ Եթե հասկացողությունը կլինի այլ ու սլակները կուղեն այլտեղ, մենք էլ ըստ այդմ կարձագանք ենք։ Պարոն Սաղաթելյան, սլակները ոչ միտեղ չտանելով, նայեք, կարծես թե կա կոնսենսուս, բայց դրան զուգահեռ նաև չկա կոնսենսուս, որովհետև հանրապետական կուսակցությունը ասում եմ ստորագրությունները տանք, զուգահեռաբար սկսվի փողոցային պայքարը։ Դուք ասում եք սկսվի փողոցային պայքար, հետո մուտք անենք ստորագրությունը։ Այդ դեպքում այս ճակերտավոր ասված բանակցությունները ինչի համար էին, ինչ Տեսեք, մի շարք հարցերի մասին մենք խոսել ենք։ Օրինակ, առաջին հարցը փորձել ենք հասկանանք, այդ երկու ստորագրությունը կա, թե չկա։ Երկրորդը ժամկետների հետ կապված ասեցի, հարցրել ենք, պատասխաններ ստացել ենք։ Երրորդը ծրագիրը, այսինքն անտրամաբանականը նա կլիներ, որ մենք այդ հարցերը մեր գործընկերներին չուղեինք, այսինքն 28 պատգամավոր ամենամեծ խմբակցությունը մտնում է մի, այսինքն գործընթացի քննարկման մեջ, բայց հարցերի պատասխանը չիմանանք։ Հիմա ասեցի, այդ հարցերը տվել ենք եւ պատասխանները ստացել ենք։ Այդ ձևակերպումից, Ես չասեցի գոհացրելա կամ չէ, ես ասեցի մեր տեսակետը որն է, ներկայացրեցի իրենց տեսակետը որն է։ Մենք փողոց, գործընթաց, դրանք շատ փոխկապակցված աշխատանք է։ Այս պահին ստեղ ունենք անհամաձայնություն իմիջիայլոց։ Մեր գնահատմամբ կա impeachment սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն 2 ստորագրություն եւ փողոցային պայքար։ Այս պահին կա դրա ուղղությամբ աշխատանք, նախաձեռնության մասին հայտարարություն, որպեսզի գործընթացը սկսի, նորից եմ կրկնում, ու երբ սկսի այդ ուղղությամբ, պատրաստ ենք չկրկնվեմ ասեցի։ Մի բան էլ ներողություն ճշտեմ, պարոն Սաղաթելյան, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում ասել էր, որ պրագմատիկ մարդ է եւ չի մտնի գործընթացի մեջ, որը տանում է, որ ունի 0 հավանականություն իրականացվելու, ակնհայտ խոսելով impeachment-ի մասին։ Եվ նա ասում էր, որ ոչ մի լուրջ տեխնացու չի մտնի այդ ամենի մեջ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը հնարավոր է կաշկանդում է, որ դուք հենց հիմա էլ միանաք պատիվունեմ խմբակցությանը։ Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորովին այլ դիրքորոշում դրա մասին։ Նախ տեսեք, կա իրավիճակի փոփոխություն,
կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել այս process-ի քաղաքական պատասխանատվություն։ 15 օր առաջ դա այդպես չէր եւ առաջադրել է տեխնացու, որը ողջունելի է։ Իսկ խմբակցության կարծիքը եւ քննարկումներին բնականաբար ինչ որ ասում եմ, դա ամբողջ խմբակցության, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է։ Իսկ որոշները, որ փորձում են ինչ-որ տպավորություններ ստեղծել, մեր մոտ կարծիքներ չեն պարտադրվում՝ ի տարբերություն շատ տեղերի, շատ ազատ քննարկում ենք, հարցադրումներ ենք մեջտեղ բերում եւ ընդհանուր գալիս ենք եզրակացության եւ որոշման, սա ամբողջ խմբակցության տեսակ է։